Բարեդեսելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր դեկտեմբերի 3-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական, ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Այսօր ազգային ժողովում կառավարության հետ հարցոպատասխանի օրն էր, կտեսնենք, թե Նիկոլ Փաշինյանը ինչ բացահայտեց, ինչ լղոզեց, ինչ թաքցրեց։ Բացի այդ, մինչ դա նաև բյուջեի քննարկման հարցն է 2026 թվականի, այսինքն ամփոփ ձևով կանրադառնանք այն հարցերին, որը կարևորվեց եւ առավոտվա եւ երեկոյան ելույթների մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան եւս մեկ անգամ արձանագրեմ, որ այո, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված է խաղաղություն։ Մեր խնդիրն է խնամել, ուժեղացնել, ինստիտուցիոնալ դարձնել խաղաղությունը։ Ես վարկյան անգամ կասկած չունեմ, որ հայ ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը, որովհետեւ դա ուրիշի խաղաղությունը չէ, դա իր զավակների, իր ընտանիքի թոռների ծոռների խաղաղությունն է, ասել է Փաշինյանը։ Իհարկե խաղաղությունից ինքը շատ է խոսում, չափից շատ խոսելը դա նշանակում է, որ Ադրբեջանի հետ համաձայնեցված է, որ Ադրբեջանը դա չի օգտագործի իր դեմ, այլ կտա հնարավորություն, որ դե դու խաղաղություն ես բերել, բայց դրա դիմաց ընտրություններից հետո գինկը վճարի, իհարկե Թուրքիան էլ մտածում է, գուցե ընտրություններից առաջ ճանապարհը բացելու ինչ որ խնդիրներ անեն, այսինքն երկուսով ամեն ինչ անեն, որ ապահովեն Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, որի դիմաց նա նաև փակի պարտքերը, որովհետև անընդհատ խոսել խաղաղությունից, որ հայ ժողովուրդը կգնա խաղաղությանը տեր կկանգնի, ձայն կտա ինքը խաղաղությանը եւ այլ հարցը առաջանում։ Ով է այդ խաղաղությունը մեզ խոստացել։ Նիկոլ Փաշինյանը մենակ կարող էր, իհարկե ոչ։ Թրամփի հույսով լուրջ չի դա, որովհետև նախ անվտանգային հարցեր չի քննարկվի, երկրորդ տեսել ենք Թրամփի որոշումները, ինչպիսի հետևողականություն են ունենում։ Այսինքն Ալիևի անունից է ձայն ուզում հայ ժողովրդից։ Դուք ինձ ձայն տվեք, որովհետև Ալիևը խաղաղություն է խոստացել։ Հիմա Ալիևին ենք ձայն տալի, թե իրան, թե երկուսին միասին։ Անընդհատ ասել, որ խաղաղություն են բերել այդ դեպքում, որ խաղաղությունը միայն հնարավոր է Ադրբեջանի նախագահի բարի կամքով, այսպես ասած, դա նշանակում է, դա պայմանավորված է, որ այդ խաղաղությունը գին ունի։ Ձայն տվեք, վստահելով Ալիևին, իսկ Ալիևին հայ ժողովուրդը վստահում է։ Նիկոլ Փաշինյանը իր անունից կարող է խաղաղություն խոստանալ։ Ալիևի անունից տենց վստահ ո՞նց է խոստանում։ Ալիևը հանկարծակի չի հարձակվել Հայաստանի վրա։ Ալիևը դադարեցրել է իր հետաքրքրությունը խաղաղության գործընթացում, որ հավակնություն ունի Հայաստանի տարածքի նկատմամբ, որ պահանջատեր է, որ հետևողական աշխատանք են տանում, որ հասնեն նրան, որ ի վերջո իրանք վերադառնան իրենց հայրենիք, այն էլ վերադառնան մեքենաներով, որովհետև այլևս տանկերի կարիքը չկա, որովհետև ճանապարհը դեմները բացելու են աղոհացով, էլ ինչ տանկ։ Տանկի դեմը ով է աղոհացով դուրս գալիս։ Այնպես որ սրանով ժողովրդին շանտաժ անել, տեսեք խաղաղություն ենք բերել, ով մեզ չընտրի խաղաղությանը դեմ է, դա ուղղակի չաշխատող տարբերակ է։ Եթե ժողովուրդը դրա վրա կխաբվի, ինչ ասեմ։ Նիկոլ Փաշինյան, մենք չէինք ուզում այս թեմայի մասին խոսել, հիմա ինչու ենք ուզում խոսել, որովհետև հիմա խաղաղություն է հաստատված, կարող ենք խոսել պետական պարտքի ամբողջ ավելացումը 2018 թվականից մինչև 24 թվականը կամ 2025 թվականը կապված է եղել պաշտպանության ոլորտի հետ 4.4 միլիարդ դոլարի կապիտալ ծախս է եղել այդ ոլորտում։ Հաջորդ ուղղությունը, որ պարտքն ավելացավ, կապված է Ղարաբաղի փախստականի եւ Ղարաբաղի հետ կապված չնախատեսված ֆունկցիաների ծախսի հետ, ուրիշ պատմություն սրա տակ չկա, պարզապես գոյություն չունի, նշել է Փաշինյանը։ Հիմա մի հարց, ես ուզում եմ հասկանամ, մենք ազգային ժողովում հասկացանք մեր մոտ սուպեր վարչապետական համակարգ է, բա մեր ընդդիմությունն ուր է։ 20 օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 8 միլիարդ պարտք են կարել, բա ասին ինչ է կարել, ասես զենք են կարել, զենք են կարել։ Ինչու պարտքով, որովհետև պետք էր առնել շատ ու միանգամից։ Հիմա այսօր պարզվում է, որ 18-ից 24 թվականներում է առնված, այսինքն շատ ու միանգամից չի, որովհետև ինքը չի կարող ցույց տալ այդ 8 միլիարդի զենքը, ակնհայտորեն չի կարող ցույց տալ, բայց դա էլ դնենք մի կողմ, հիմա ինքը ասում է ծախսեր են կարել։
Այսինքն ինքը հայտարարում ազգային ժողովում, որ ինքը ծախսեր արել, բաներն էլ պատգամավորներն էս լուրջ լսում են, հա, բացահայտում ա եղել այդ փողը ինչի վրա ծախսվել։ Այդ մենք կարող ենք իրար հետ դասել այդ բացահայտումը, եթե ասել հավատում մենք, թե չենք հավատում, եւ փորձենք ինֆորմացիա հավաքել ու ցույց տալ։ Բայց պատգամավորը, որոնք որ վարկային ծրագրերը հաստատում են, վավերացնում են, նրանք որ պարլամենտական վերահսկողության ֆունկցիա ունեն, նրանք որ ունեն գաղտնի փաստաթղթերին ծանոթանալու հնարավորություն, նույնիսկ եթե դա պաշտպանական ծախսերին է վերագրում, որը որ կարող է գաղտնի քննարկումով տեղի ունենա, իրանք այդ հնարավորություն ունեն դրան ծանոթանալու։ Այն էլ որ դա քննարկվում է բյուջեի այդ մասը պատգամավորների ներկայությամբ, ոնց պատգամավորները 20 օր չեն կարողանում մի հատ հարց տան, ասեն, բա մենք ոնց ենք քեզանից իմանում, որ այդ 8 միլիարդն ինչի վրա է ծախսվել։ Ուրեմն դուք մի հատ փաստաթուղթ չեք տեսել։ Իսկապես որ թվին ինչքան է ծախսվել եւ ինչի վրա է ծախսվել։ 20 օր անց է ժողովուրդ ջան, բա ինչ եք այդտեղ նստած։ Լա մի հատ էլ հավակնում եք էլի այդտեղ նստեք։ Մի կողմից չէ էլի որ անբախտ ենք ժողովուրդ ջան, մենակ իշխանության կողմից չի, երկկողմանի է, սրանք էլ ընդդիմությունն են։ Մեջներն է մարդիկ կան, տնտեսագետ, ֆինանսիստ, կառավարման համակարգի փորձ ունեցող։ Ձեզ 20 օրը հերիք չէր որ ասեք լավ մի րոպե, վարչապետ ջան, այդ ոնց է կանել ազգային ժողովի ամբիոնից ասում, մենք ծախսել ենք եւ սյուրպրիզ է անում, ասում է իմացել եք զենք ենք առել։ Հա, լուրջ, բա որ արել եք զենքը դուք ինչի տեղյակ չեք։ Ինչի վրա է ծախսվել, բա բյուջե եք հաստատում։ Կոպեկ, գրամ բյուջե եք հաստատում։ Դուք դրա մեջ 8 միլիարդը չնկատեցիք։ Ինչի վրա է ծախսվել, որ թվին է ծախսվել։ Արդյոք նպատակային է ծախսվել, բայց դուք ի՞նչն եք հաստատում։ Բայց ամիսներով բյուջե եք քննարկում։ Հետո այդ ծախսերն եք քննարկում։ Վարչապետի հայտարարությունից իմացաք, որ ինքը ասեր այդ փողով տիեզերանով ենք սարքել, դե ասեք հա դե տիեզերանով է սարքել, ուրեմն նպատակային է ծախսել երևի, ուղղակի տեսնենք լավ է թռնում թե չէ։ Դուք այդտեղ ինչ եք անում։ Բացի իրար ուտելը, ցածրաճաշակ կռիվը։ Հիմա մենք ուզում ենք իմանանք, հասարակությունն ուզում է իմանա։ Ումից իմանա, եթե ոչ այդ պատգամավորներից, որոնք որներ ներկայացված են ընդդիմադիր պատգամավորներ, իշխանության արասներն ու չարասները սխալ ու ճիշտ է ջերերես են անելու։ Ուրա։ Մենակ հոեսոր չի այդ մասին ասել։ Լայն նախորդ ասածը մի քիչ դզես փչեց, որովհետև հասկացավ, որ կբռնվի։ Որովհետև չես կարող դու 8 միլիարդը պարտակել, կամ էլ մարդիկ չհասկանան դու ինչի վրա ես ծախսել։ Ոնց բյուջեի մեջ ուր գնաց այդ փողը։ Հիմա արդեն դարձրեց ոչ թե կարճ ժամանակում արագ, որտեվ այդ վարկն էլ որ վերցել ես բյուջեի միջոցով ա գնացել, պատգամավորները ոնց կարող են չիմանան ու չվերահսկեն։ Ձենները դուրս է եկել մի հատ այս թեմայով։ Բսա է ժողովուրդ ջան, բա ասում ենք որակյալ ազգային ժողով է պետք, ոչ թե մենակ իշխանության անորակները, այլ նաև ընդդիմության։ Այդտենց էլ մենք չիմացանք, իսկապես դա եղել է թե չի եղել։ Ինչ է նշանակում կարճ ժամանակում 8 միլիարդ ծախսել ենք, շտապ պետք է առնեինք ու միանգամից։ Հետո 8 միլիարդը դառնում է 4 այն մնացած ուրիշ բանի վրա։ Ենք ծախսել, այն էլ դա եղել է ոչ թե կարճ ժամանակում, այլ 18-ից 24 թվական։ 18-ից 24 թիվը 6 տարի է, այդքան շատ կարճ ժամանակ չի, որի ընթացքում քանի բյուջե է անցել, որ դուք չեք նկատել։ Բայց ինչեր կարող են պարտակել, որ ոչ մեկն էլ չիմանա։ Ակնհայտ sense բան հայտարարես ու դա փաստորեն որևէ մեկը դա չբացահայտի։ Եթե ինձ գաղտնի ինֆորմացիայի թույլտվությունն է, պարզա գաղտնիքը չէի ասի, բայց գոնե կծանոթանայի կհասկանայի, ինչ որ բառերով գլխի կգցեի։ Հիմա դա հավաստի է թե չէ։ Նիկոլ Փաշինյան 2019 թվականի փաստաթուղթը համանախագահները տվել են որպես նախորդ շրջանի բանակցային սեղմագիր։ Հարցրել եմ, այս փաթեթներով կարող է Լեռնային Ղարաբաղը չլինել Ադրբեջանի կազմում որևէ մեխանիզմով։ Հնչել է հստակ պատասխան. այո, եթե Ադրբեջանը համաձայնի։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում հասկացաք, ընդհանրապես որոշած էր, որ Հայաստանը, Արցախը անկախ լինել չէր կարող։ Միայն Ադրբեջանի կազմում։ Այս քանի անգամ է այդ մասին խոսում է։ Հիմա ինքը խոստովանում է,
դենք չել հասկանում ինչա խոստովանում։ Հիմա որ հիմա բացատրեմ թե ինքը ինչա ասում, այդ մը կհասկանաք։ Ինքը ասում էր հասկացեք 96 թվականի դեկտեմբերի 3-ից այսկոմ ասել են Լեռնային Ղարաբաղը անկախ կարող է լինել միայն կարգավիճակը կարող է լինել միայն Ադրբեջանի կազմում, դուրս որևէ կարգավիճակ չկա։ Համանախագահ պետությունները դա ասել են, չնայած համանախագահ պետությունները 1000 բան աշխարհում փոխվել։ Նենց չի որ մի հատ 96 թվականին ասել ու վեր։ Լավ 96 թվականին ասել են, բայց դու 2019-ին հարցրել ես կարող է լինել, որ Լեռնային Ղարաբաղը չլինի Ադրբեջանի կազմում որևէ մեխանիզմով, եւ ասես ասել են այո, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Այսինքն գոյություն ունի տարբերակ, որ Լեռնային Ղարաբաղը կարող է չլինել Ադրբեջանի կազմում։ Եթե Ադրբեջանը համաձայնվի, շատ լավ, դե այդ դեպքում նայենք դա որ դեպքն է։ Ադրբեջանը զզվում է պատերազմից, անիմաստ զինվելուց, ցանկանում է վերադարձնի 7 շրջանները, ասում է դե լավ, այդ Արցախից էլ հրաժարվում եմ 7 շրջանը հետ տվեք։ Ինչքան պետք է ձգենք 94 թվից լա քանի տարի է անց է։ Կարող է նման բան լինի։ Իհարկե կարող է։ Եթե Ադրբեջանում իշխանության գա Ադրբեջանի Նիկոլ Փաշինյան։ Ինչի՞ չի լինի որ։ Նիկոլ Փաշինյանն ասում է ժողովուրդ հասկացեք, Ադրբեջանում չի կարա Փաշինյան գա իշխանության։ Որը որ ասի ժողովուրդ չեք հասկանում, սա իրական Ադրբեջանն է։ Դուք չեք տեսնում, որ կռվեցիք, Արցախը կորցրեցիք, 7 շրջան կորցրեցիք, մի հատ է կռվեք, 17-ը կկորցնեք։ Չեք հասկանում այդքանը։ Ուրեմն ավելավ ասուս մնացեք իրական Ադրբեջան այսքան քառակուսի կիլոմետրով, մենք երջանիկ ենք, գնացեք համերգ եւ առհասարակ ամեն ինչ։ Հերիքա ովքեր որ ցանկանում են տարածքը վերադարձնել, նրանք պատերազմ են ուզում, նրանց նպատակը պատերազմն է, Ադրբեջանի կորուստն է։ Ուզում են հատուկ կռվեն, որ Ադրբեջանը կորցնենք։ Կարար չէ տենց բան լինել։ Փաշինյանը ասում է, չէ, ժողովուրդ ջան, Հայաստանում կարող է Փաշինյանը գա ու դա անի։ Ադրբեջանում Փաշինյան չի կարա իշխանության գա։ Այդ ինչ եք խոսում։ Այսինքն դու եկար եւ ասեցիր, նայում ենք կամ ես պետք է համաձայնվեմ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, կամ Ադրբեջանը պետք է համաձայնվի Արցախը լինի կազմից դուրս։ Ադրբեջանի շահագրգռվածությունն ավելի մեծ էր, որովհետև դրա դեպքում վերադարձում էր 7 շրջան, Հայաստանն էր 7 շրջանը տալով Արցախի կարգավիճակի հարցը լուծում էր։ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց եւ բացատրեց, որ իրական Հայաստանը սա է։ Արցախից հրաժարվում ենք, բայց ինքը խոստովանեց, որ 19 թվին իրան ասել են կա տենց տարբերակ, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Եթե կա թեկուզ տենց մի տարբերակ, բա դու ասում ես 91 թվականից որոշած էր, դա ճակատագիր էր, դա արդեն վերջն էր, մերոնք որ գնացել են այնտեղ կռվել են, սխալ են արել, հանցագործություն են արել, կռվել են, որպեսզի Հայաստանը վերացնեն, դիտավորյալ են արել, եւ մեկ էլ ինքդ կանգնում ես, ասում ես այո, նման տարբերակ կար։ Եթե նման տարբերակ կար, նշանակում է կարելի էր մտածել ոնց հասնել դրան, բանակցային սեղանի շուրջ, որի շատ վատ են բանակցել նախկինները, այդ դու նորմալ բանակցեիր։ Բայց եթե քեզ ասել են, որ տենց շանս կա, բայց դու կանգնում ասում ես ոչ մի շանս չկար, ուրեմն դու խաղում ես Ադրբեջանի կողմից։ Ինչ կա չհասկանալու։ Ավելի պարզ ինքնախոստովանական է ցուցմունքից պարզ, էլ ինչ ասի որ մենք հասկանանք։ Նիկոլ Փաշինյան, Ղարաբաղի հարցի բանակցային ողջ գործընթացը երբեք չի եղել Ղարաբաղի հարցի կարգավորման մասին։ Լեռնային Ղարաբաղի հարցի ամբողջ բանակցային գործընթացը եղել է Հայաստանին ինչ-որ առումով նաև Ադրբեջանին թակարդի մեջ պահելու մասին։ Հիմա հարց, մի անգամ ևս այն անդրադարձել եմ։ Այսինքն դու ուզում ես ասես, Մինսկի խմբի ինստիտուտը ստեղծվել է համանախագահների, այդ ինստիտուտը ստեղծվել է որ հարցը կարգավորի, 3 պետություն եղել, չնայած Մինսկի ձևաչափը ավելի մեծ պետություններ են ներգրաված, ավելի շատ հենց կոնկրետ համանախագահները մշտական գործող մարմինը, որ ստեղծվել է Ռուսաստան, Եվրոպան ներկայացնող Ֆրանսիա եւ Միացյալ Նահանգներ։ Եվ հիմա դու հայտարարում ես ազգային ժողովի ամբիոնից, որ այդ 3 այդ Մինսկի խումբը, որ ստեղծվել է միջազգային կառույցները, նրանց նպատակը Արցախի հարցը կարգավորելը չէր։ Նրանք նենգաբար ցանկացել են Հայաստանին ու Ադրբեջանին կախվածության մեջ պահել։ Հիմա որ այդ մարդիկ ասեն տղա ջան, խելքդ գցել ես, այդ ու մեզ մեղադրում։ Մեզ, ինչու մեզ մեղադրում։
Դու գնացել ես Պրագայում հրաժարվել ես Արցախից մեզ ես մեղադրում։ Այսինքն հերիք չի որ արել ես։ Մի հատ է գցում ես ուրիշի վրա, որ իրանց նպատակը կարգավորելը չի եղել։ Իրանց նպատակը Հայաստանին ու եթե դու դա գոնե Ռուսաստանի մասին ասեիր, կասեինք այո հարավային Կովկասում Ռուսաստանը չէր ցանկանա հարցը կարգավորվի, որովհետև իր նպատակներ կախվածության մեջ պայի, որովհետև եթե կարգավորվեր մեկի կողմը պետք է անցներ, այն մյուսի հետ հարաբերությունը վատ պետք է լիներ, բայց Ռուսաստանը միամտաբար կարծում էր, որ եթե Արցախի հարցը լուծի Ադրբեջանի օգտին Հայաստանին կկորցնի, այն այդ Ինչ գիտեր, որ Հայաստանում կգա Նիկոլ Փաշինյան, որ Արցախը կորցնելուց հետո Ռուսաստանին կասի մենք եղբայրական պետություններ ենք, ավելի դիսերտացնենք մեր հարաբերությունը Ռուսաստանի հետ, մենք Ռուսաստանի համար շուտ կաներ դա։ Նա միշտ մտածել է երկուսի ոնց կարգավորվի, մեկը դժգոհ մնալու։ Ավելի լավ այդ մեկի հարցը, որպեսզի չկորցնենք, տենց կախվածության մեջ բան, բայց դու Ֆրանսիային ու Ամերիկային ես մեղադրում դրանում որ հատուկ նպատակային տենց են արել, բա որ մի հատ ասեն բացատրի պարզաբանի ինչ ես անելու։ Եվ մեկ էլ մի հատ հարցել, Նիկոլ Փաշինյան, Հայաստանի կառավարության տիրապետության ներքո Քիվեստի փաստաթուղթ չկա, ես մտածել եմ, թե ինչու չկա, եւ ի պատասխան մեկն է, իմ պատասխանը մեկն է, որտեղ դա նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել։ Դա եղել է դավադրություն եւ դա է պատճառը, որ այդ համատեքստում տեղի ունեցել հոկտեմբերի 27 եւ դրան նախորդած իրադարձություններ։ Այն որ Քիվեստը խայտարակություն էր, այն որ Քոչարյանը ուզում էր փոխանակել Մեղրին Ղարաբաղի հետ, այդ մի անգամ չի որ այդ մասին խոսել ենք, շատ ենք խոսել, բայց նաեւ ուրիշ խնդիր կա։ Այսօր նաև խոսքը գնում որ հոկտեմբերի 27-ն եղավ, որտեղ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դեմ էին Մեղրին հանձնելուն եւ ներկայացումը ու հավասարության նշանադրվում Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի միջեւ։ Այո, երկուսն էլ զոհվել են, բայց խնդիրն ուրիշ է։ Իսկ ով բերեց Ռոբերտ Քոչարյանին, որ հիմա էլ մտածում ենք Քիվեստին չհամաձայնվելու դեպքում էլ այդ մարդիկ զոհվեցին։ Վազգեն Սարգսյանը տանկերը չմտցրեց 96 թվականին Երևան։ Վանո Սիրադեղյանը հարցազրույցով չխոստովանեց, որ Վազգենից կանչեց պատշգամբ տարավ, ասեց ոնց որ թե Լևոնը հոգնած է, չի կարա երկրորդ փուլ գնա, ավելի լավ առաջի փուլով հայտարարենք ու վերջ։ Այսինքն ինքը հրապարակային հայտարարեց, որ ընտրությունը կեղծել են իրանք։ Ընտրությունը կեղծելու դեմ ժողովուրդը փողոցադուս եկել տանկերը հանել են ժողովրդի մեջ դեմ եւ Վանո Սիրադեղյանն էլ ասեց, այո, եթե նախագահականին մոտենային, մի 800-ից 1000 մարդ էլ դիսպանեինք։ Խոստովանելով, որ իրանք կեղծել են։ Բավ արեց դա։ Հարցնա չի մենք չգիտենք Վազգեն Մանուկյանն էլ էր մեր երկի ճակատագիրը ինչ կլներ։ Համենայն դեպս մեր երկի ճակատագիրը այն ինչ որ մեր հետ եղավ, դա չէր լինի։ Ուրիշ բան կլներ, բայց դա չէր լինի։ Վազգեն Սարգսյանը ինքը կանգնեց, ասեց Ռոբերտ Քոչարյանը ես եմ բերել Արցախից։ Բան չես բերել։ Այս երկիրը նախագահ չուներ։ Է որտեղից ունենա, եթե կառավարության նիստին ներքին գործերի նախարարն ու պաշտպանության նախարարը չէին բարի հաճում մասնակցել, վարչապետն ով էր որ մասնակցեին, տեղակալներին էին ուղարկում դա նորություն, հա։ Չգիտեինք մեր պետական կառավարման համակարգը ինչ վիճակի էր։ 98 թվականին բերելուց հետո Կարեն Դեմիրճյանի ընտրությունը կեղծելը, որին շատ լավ էլ մասնակից էին, որտեղ այն կողմից Վազգեն Սարգսյանը ինչի չեն գետ ամեն ինչի մասին ասում։ Եվ արդյունքում ինչ արեցին։ Տրցակներով Կարեն Դեմիրճյանին տված ցայները շպրտած էր տարբեր տեղեր։ Էլ որտեղ պատահ է, այսենց աղբերի մեջ այսպես լսրած էր այդ ամեն ինչի ժողովուրդը չի տեսել, մասնակից չի եղել, տասնյակ հազարավոր մարդիկ են ընտրական process-ին մասնակցում, մեր մեջ ապրում են, չէ՞, մարդիկ։ Բայց ամեն ինչ եղավ, չէ՞։ Արդյունքում հետո ասում եք Քոչարյանը ուզեցավ հանձնել, բայց Քոչարյանն ով բերեց որ հանձնի։ Եվ պետք չի ասել, գիտեք ինչ, հանգուցալի մասին կամ լավ կամ ոչինչ։ Նախարտահայտությունը այդպես չի, ավելի մեծ է։ Եվ երկրորդ, հանգուցալը քաղաքական հետ կա թողել, նրա մասին չխոսելը ավելի վատ է, քան խոսելը։ Իսկ ընդունված արտահայտությունը հանգուցալի մասին կամ լավ կամ ոչինչ, բացի ճշմարտությունը։ The mortuus aut bene aut nihil nisi verum։ Այնպես որ եթե դուք ուզում եք իմանալ Քիվեստ մյուս ինչ եղավ ու հանկարծ չասեք
կանխեցին հոկտեմբերի 27-ով, որ մեղրին չհանձնեն։ Ոչ, այդպես չի, այդ թեման շարունակվել է։ Եթե մեղրի հետ կապված թեմային այդ ժամանակ տենց մանրամասը չենք տիրապետել, 2005 թվականի սահմանադրության փոփոխության հետ կապված հենց հայկական ժամանակ օրաթերթը ցույց տամ, Նիկոլ Փաշինյանը, որ այդ ժամանակ խմբագրում էր, այսա, որպեսի պարզ լինի։ 25 հոկտեմբեր 2005 թվական նոյեմբերի 27-ին փոխվեց սահմանադրությունը։ Այդ մասը կարդամ, որ տեսնեք, որ դա մենակ չի վերա, հոկտեմբերի 27-ով այդ վտանգը կանխված չէր։ Ինչա Նիկոլ Փաշինյանը չգիտի, ասում թող մտնի կարդա, ամսաթիվն էլ ասում եմ։ Էդվարդ Անտինյան, հոդվածն է, Հայաստանը փոքրացնում ենք Վենետիկի պահանջով, Վենետիկի հանձնաժողովի։ Առիթ ունեցել եմ խոսելու սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում մեր պետությանն ու ժողովրդին սպասվող վտանգների մասին։ Անդրադառնամ առաջարկվող փոփոխությունների մեկ այլ դրույթի, հոդված 81 A կետը։ Ազգային ժողովի վավերացմանը ենթակա են այն միջազգային պայմանագրերը, որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ, կամ նախատեսում են պետական սահմանի փոփոխություն։ Բայց 2005 թվականի սահմանադրությամբ կետ էին ընդունել, որ պետական սահմանի փոփոխությունը, որ ստորագրի Քոչարյանը, վավերացնում ազգային ժողովը ու վերջ հանրաքվե պետք չի։ Բայց այդ նոր գլխի ընկած, որ ասում եք Քիվեստում հանձնում էր կամ հոկտեմբերի 27-ով կանխեց։ Ուզում են ցույց տան, որ այդ մարդիկ մեռնելով այդ հարցը կանխեցին, բայց դա չի կանխվե։ Հիմա դրա համար շարունակությունն եմ կարդում։ Ինչ է սա նշանակում։ Եթե ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է Հայաստանի սահմանների ընդլայնմանը, ապա ինչ է հայ ժողովրդի համար կարող է նման մի հնարավորություն ստեղծվել եւ իշխանությունները մտածում են, որ անընդհատ տարածքներ կորցրած մեր ժողովուրդը հանկարծ կարող է հանրաքվեով մերժել նման տարբերակը, թե փոփոխություն նշանակում է նաեւ պակասեցում։ Հանրաքվեից հանում են, թողում են ազգային ժողովի վավերացմանը, դա ձեզ այդ վտանգը բաղով պետք է բարձրաձայնել, կամ բարձրաձայնելուց հետո ինչի ուշադրություն չեք դարձնում։ Միջազգային պայմանագրերի կնքման առումով ինչ խնդիր է պատրաստում լուծել Քոչարյանը, որ գործող սահմանադրության մեջ այդ դրույթի բացակայությունը կաշկանդում է նրան։ Իշխանավորները պարբերաբար կրկնում են, որ այս սահմանադրությունը մեր երկրի ապագային է միտված։ Շատ լավ, այդ դեպքում փորձենք վերլուծել իր մեջ պայծառ ապագա պարունակող այս դրույթը։ Ուրախ կլինեմ, որ պալատական սազանդարները կարողանան ներկայացնել մեր երկրի շահերից բխող այն դեպքը, որի համար իրենք ավելացրել են այս դրույթը։ Հասարակությանը թող բացատրեն, թե Հայաստանի ապագային միտված այդ ինչ ստրատեգիական խնդիր են մտադրվել լուծել, որի դիմաց պատրաստ են մեր երկրի տարածքը հերոսական կարգախոսներով փոքրացնել։ Երևի հիմա պարզ է, չէ՞, թե Հայաստանը պարբերաբար ինչպիսի հերոսների ձեռքն է ընկել, որ 300,000 քառակուսի կիլոմետրից մնացել է 300,000-ից էլ պակաս, եւ հիմա այս փոփոխություններով եղածնել են վտանգվում։ Ժամանակին մեր կառավարիչներն էլ են ունեցել Հայաստանի տարածքը փոքրացնելու իրավասություն, իրենց սեփական անվտանգության ու ժողովրդին տիրելու երաշխիքների դիմաց, եւ գիտենք, թե ոմանք ինչպես են օգտվել այդ իրավունքից։ Նմանների համար իհարկե ավելի ապահով է լինել ֆորպոստի կառավարիչ, քան անկախ երկրի ղեկավար, չէ՞ որ քո նկատմամբ ոտնձգությունը նշանակում է ձեռնոց նետել այն հզոր երկրին, ում ենթակայության տակ ես։ Հարկ է նշել, որ եթե Հայաստանի տարածքի փոքրացման դրույթը լիներ արտաքին ճնշման հետևանք եւ մեր իշխանավորների սրտով չլիներ, ապա վերջիններս կարող էին բացատրել, որ միացյազգային կազմակերպությունների Հայաստանի շահերի դեմ սահմանադրական փոփոխությունների մեջ այդպիսի դավաճանական դրույթ պարտադրելու դեպքում ժողովուրդը հանրաքվեն կտապալի եւ դրանով իսկ կմերժվի բարեփոխումներին միտված մնացած կետերի ընդունումը։ Իսկ մեր իշխանավորները ոչ միայն չեն պայքարել այդ կետի դեմ, այլև թևերը կշտած ուզում են հանրաքվեն ամեն գնով անցկացնել։ Պատճառը միանգամայն հասկանալի է, քանի որ եթե անգամ թափանցիկ ակնարկ անեն, թե դա միջազգային կառույցների պարտադրանքն է, ապա գուցե շատ արագ բացահայտվի, որ Հայաստանի համար վտանգավոր կետերը որպես պայման մեր իշխանավորներն են դրել միջազգային կառույցների առաջ, որ դրանք
չմտցվելու դեպքում իրենք կձախողեն հանրակրվեն, այլ ոչ թե հակառակը։ Եվ քանի որ սահմանադրական փոփոխությունների ընդունման անհրաժեշտությունը մեր իշխանավորները հիմնավորում են միջազգային կազմակերպությունների դրական կարծիքով, դրանով իսկ շանտաժի ենթարկելով մեր հասարակությանը, ուստի պարզաբանում ստանալու ակնկալիքով դիմում եմ նաև Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովին, թե այդ լրացուցիչ լիազորությունները, որ առաջարկվող փոփոխություններով ստացել է Հայաստանի նախագահը, մասնավորապես անձեռնմխելիություն իրա եւ Հայաստանի տարածքի փոքրացման իրավասություն, արդյոք Վենետիկի հանձնաժողովի պարտադրանքն է։ Այսօր սահմանի փոփոխությունը հանրակրվեով է։ Այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանն առաջարկում էր վավերացումով ազգային ժողովում։ Բայց դրա համար արխային կարգի վեստում բան ստորագրեր, ազգային ժողովին էլ ասեր ստորագրեք, բայց պետք է սահմանադրական փոփոխություն կատարել։ Այդ վտանգի մասին, որ 2005 թվականին խոսում էինք, այս բացահայտումները չէր եղել։ Լավ է Նիկոլ Փաշինյանի թերթում ա տպած, կարա հանգիստ արխիվից վերցնի նայի, բայց այդ վտանգը, որ բարձրացնում ենք, ինչ էիք ասում, ասում եք այն մարդ ինչ հա ձեր ուզածը սուս մնացեք էլի, ինչ չարեք ու նախանձեք, այն մարդ, այս ինչ եք ուզում, այդ էինք ուզում, հիմա հասկացաք ինչ էինք ուզում, որ ասում ենք այդ թեման չի փակվե, եթե հարմար առիթ լինի անելու են։ Իսկ հիմա նայենք աշխարհում ինչա կատարվում, էլի եթե ժամանակ մնա, էլի կանադառնա Փաշինյանը էլի բաներ ասել, եթե չէ վաղը խոսենք, տեսնենք։ Նախ բանակցությունները ուկրաինական պատերազմի հետ կապված շատ վճռական փուլ ա մտել, բայց այնպես չի որ հանգուցալուծումը գտնված է։ Կրեմլում կայացել է Վլադիմիր Պուտինի բանակցությունները ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի եւ Դոնալդ Տրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ, քննարկելու Ուկրաինայում պատերազմի ավարտի ծրագիրը։ Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի եւ Քուշների հետ տևել է մոտ 5 ժամ։ Հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է. մի քանի հարց կա, ուղղակի հիմա ասեմ նայենք։ Տարածքային հարցի շուրջ փոխզիջումային տարբերակ դեռ չի գտնվել, սակայն հնչել են ամերիկյան կողմի մշակումներ, այսինքն այդ հարցում համաձայնություն չկա։ Մենք ոչ հեռու ենք գնացել, ոչ էլ մոտ ենք ճգնաժամի կարգավորմանը։ Մեծ աշխատանք կա անելու, այսինքն էլի առաջ խաղացում չկա։ Ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան կողմի որոշ առաջարկներ Պուտինի քննադատությունն էին առաջացնում, սակայն շատերի հետ նա համաձայն էր։ Այսինքն այնուամենայնիվ Պուտինը առարկել է, այսինքն հարցը լուծված չի։ Շարունակությունը Ռուսաստանը ծանոթացել է Թրամփի 27 կետից բաղկացած ծրագրին, այնուհետև ստացվել է եւս 4 փաստաթուղթ։ Հիմա կասեմ դա ինչա։ Այդ ամենը քննարկվել է հանդիպման ժամանակ, ընդ որում խաղաղության պլանի կոնկրետ ձևակերպումներ չեն քննարկվել, խոսք նեյության մասին է եղել։ ԱՄՆ-ն Ռուսաստանը պայմանավորվել են չբացահայտել բանակցությունների մանրամասները։ Անախ ինչու են պայմանավորվել չբացահայտվել, որ խայտարակությունը չբացահայտվի։ Իսկ որն է դա։ Երբ որ Դոնալդ Տրամփը դնում է գործնական Ամերիկայի Ռուսաստանի հետ հարաբերությունն է քննարկում նաև բիզնես նկատառումներով, բայց ում հետ է քննարկում զուգահեռաբար ուկրաինական հարցի կարգավորումը, բայց եթե Ռուսաստանը ուկրաինական հարցի հետ համաձայնվի, որոշել է սանկցիաները խստացնես, որոշել է ավելի ագրեսիվ վարքագիծ դրսևորես։ Պուտինն ասել է սանկցիան մեր վրա չի ազդում, Տրամփն ասել է դե որ տենցալ է 6 ամիս թող սպասի տենանք ազդում է թե չէ։ Հենց չլինի որ հիմա այդ տամահավք տամ, այսինքն եթե հանկարծ չհամաձայնվես, բայց եթե համաձայնվել չհամաձայնվելուց է կախված դուք կբանակցեք թե չէ, այդ 4 փաստաթուղթ դուր է ուղարկել փեսուտ հետ միասին։ Ում չի հասկանալի որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը Ամերիկայի եւ Ռուսաստանի հարցերի կարգավորումով չի զբաղված։ Նա մտածում է օգտագործի իր պաշտոնը, իր պաշտոնով ճնշում գործարարի Ուկրաինայի նախագահի վրա, ժեստ տանի Ռուսաստանին, ասի ես քեզ փրկեցի, տես երկրի վիճակը ինչա, որպեսզի հանկարծ չտապալվի Պուտինը, որտեղ եթե Պուտինը պարտվեց, բնականը տապալվելու է այդ իշխանությունը, երկիրն է քանդվելու է, բայց դա որ Պուտինից հետո ուրիշն եկավ Տրամփը ինչին է պետք, հո իրան պետք չի որ Ամերիկան Ռուսաստանի հետ համագործակցի, իրան պետք է որ Ամերիկայի նախագահի պաշտոնը օգտագործի Ռուսաստանի նախագահի հետ բան պայմանավորվի, ինքը այսօր նախագահը վաղը նախագահ չի, բայց Պուտինը հավերժ է, նրան պետքա պահել եւ պայմանավորվել այնպիսի բիզնես պրոյեկտներ, որը նախագահի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո ինքը կշարունակի Պուտինի հետ համագործակցել, որտեղ բան ունի նրա համար արած։ Կան այնց մարդ, որը սա չի հասկացել, թե ինչ է բանակցում
Դոնալդ Տրամպը Պուտինի հետ, եթե Ուկրաինայի հարցով համաձայնություն չկա։ Դրան զուգահեռ դու ոնց ես գործընկերային բաներ պայմանավորվում։ Օգտակար հանածոների, հազվագյուտ մետաղների, չգիտես ինչերի, համատեղ ծրագրերի Արկտիկայում եւ այլ եւ այլ։ Եթե դու ասում ես հանցագործը, չարագործը պետքա պատժվի։ Չարագործի հետ գնում ես համատեղ ծրագրեր ես անում։ Հիտլերի հետ կարող է կեսից ասեն լամի րոպե սպասեք մի հատ բիզնես անենք։ Հետո նոր կմտածենք ինչ ենք անում հետը։ Այսինքն նշանակում է, որ այս պլանը դա Ամերիկայի շահից չի բխում, որտեղ Տրամպը շատ լավ է հասկանում։ Այն ինչ որ ինքը Ռուսաստանի հետ ստորագրի, դա ինքը չի հասցնի կյանքի կոչել։ Առավել եւս ինքը շատ բաներ նախորդների արածը վերանայել է։ Հաջորդն էլ կգա Իրանը կվերանայի։ Ոչինչ ինքը դրանով չի անելու։ Մի բան է իր համար երկարաժամկետ։ Եթե ինքը նախագահ չի, բայց Պուտինի հետ գործաբռն է։ Իսկ այս բանը չեմ կարծում, որ որևէ մեկը չի հասկացել աշխարհում։ Կամ երևի հազիվ թե մի մարդ գտնվի, որը չի հասկացել։ Կկարողանա ինքը սահանի, թե չի կարա տակից դուրս գա։ Այս է հարցը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է. այն ձևակերպումը, թե Պուտինը մերժել է ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը, սխալ է։ ԱՄՆ-ի հետ բանակցությունները հնարավորինս պետք է վարվեն լռության մեջ։ Բացատրում է, թե ինչ չեն գաղտնազերծում, բայց չի մերժել Պուտինը, բայց չի էլ համաձայնվել։ Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի նախագահների միջև հեռախոսազրույցը հնարավոր է ցանկացած պահի, բայց առայժմ արդյունքների պետք է հասնել փորձագիտական մակարդակով, այսինքն չկա արդյունք, որպես իրանք իրար հետ խոսան։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. լցանավերի վրա հարձակումները նույնիսկ ոչ թե չեզոք ջրերում, այլ մեկ այլ պետության, երրորդ պետության հատուկ տնտեսական գոտում ծովահենություն է։ Եթե սա շարունակվի, մենք կդիտարկենք չեմ ասում, որ կանենք, բայց կդիտարկենք պատասխան միջոցներ այն երկրների նավերի դեմ, որոնք օգնում են Ուկրաինային այս գործողություններում։ Ամենաարմատական տարբերակը կլինի Ուկրաինային ծովից կտրելը, այդ դեպքում նրա համար անհնար կլինի ընդհանրապես զբաղվել ծովահենությամբ, շեշտել է Պուտինը։ Այսինքն դու հարվածում ես Ուկրաինային, Ուկրաինան հարվածում է քեզ, բայց դու ասում ես դրա դիմաց կգնամ, ծովից կկտրեմ, ավելի շատ տարածք կվերցնեմ։ Սա ասում է նույն օրը, որ բանակցում են Ուկրաինայի հարցի կարգավորումով։ Դուք ստեից տեսնում եք, որ ինքը հարցի կարգավորման հետ կապված որևէ բան, ինքը որ պատերազմն ավարտվի, ինչ անելու այդ բանակով, ինչ խնդիր է լուծելու։ Նա ուտեղ աման գալու, որ այդ պատերազմը շարունակի, ու պարտադիր չի, որ դա լինի Եվրոպան, այնպես չի, որ Եվրոպան է։ Եվրոպային իհարկե բան անում, ահաբեկում է տարբեր բաներ ասում, բայց նա իր առաջ կարա հաշվի առնի ցանկացածը, Վրաստան, Հայաստան, Ղազախստան, ցանկացած տարբերակ, Մոլդովա, մենակ թե ինքը այդ զորքը օգտագործի, ժողովուրդը չասի, բայց կռիվը ինչի համար էր, բա մենք ինչի ենք սենց վատ ապրում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ, հիմա նրանք ասում են, եթե նա երբևէ ավարտի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմը, նա կստանա Նոբելյան խաղաղության մրցանակ, բայց ինչ կասեք մյուս 8 պատերազմների մասին։ Ես պետք է Նոբելյան մրցանակ ստանամ յուրաքանչյուր ավարտված պատերազմի համար, բայց չեմ ուզում ագահ լինել։ Ռուսաստանում ԱՄՆ պաշտոնյաները աշխատում են պարզելու համար, թե արդյոք հնարավոր է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը։ Հուսով եմ, որ հակամարտությունը կկարգավորվի։ ԱՄՆ-ն այլևս ֆինանսապես ներգրաված չէ ուկրաինական ճգնաժամում եւ փորձում է վերջ դնել դրան, ասել է ԱՄՆ նախագահը։ Այս մարդը ուշտն ու միտքը Նոբելյան մրցանակն է, ուզում եմ իմանամ, դա ինչ է տալի։ Հիմա այն աղջկան էլ Նոբելյան մրցանակ տվեցին, անունը մոռացանք արդեն մի քանի օր հետո։ Ինչ է տալի Ամերիկայի նախագահին, որ ինքը իր տեղը չի գտնում, նստում է աշխարհի ամենաբարձր գային, տեղը չի գտնում։ Մի օր ինքը թագավորի թագ է դնում, մի օր մուլտի հերոս է դնում ինքը ոտերի առաջ մարդկանց չոքացրած նկարում, որից մեկն է կնոջ։ Ապշելու բանը ինչ է կատարում այս մարդու հետ։ Հիմա էլ տենչում է Նոբելյան մրցանակ Նոբելյան։ Այն մարդ մի բան նկարեք, տարեք, տվեք, շատ չի գլխի, դա իրականա թե չէ։ Մի բանի վրա նկարեք, գրեք Նոբելյան մրցանակ, տարեք, տվեք իրան պրծեք։ Այս մարդը իր կյանքի լավ որ դա ստանար, ինչ է անելու, ինչ է ավելանալու Ամերիկայի նախագահին դրա դիմաց։
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է առանցքային կետը, որը հակասություններ է ստեղծում Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության ծրագրի շուրջ։ Խոչընդոտ է դարձել Կիևի վերահսկողության տակ մնացած Դոնեցկի ժողովրդական հանրապետության տարածքների 20%-ը։ Այն ինչի շուրջ նրանք բառացիորեն հիմա վիճում են, մոտարապես 30-ից 50 կիլոմետր տարածք է, եւ Դոնեցկի մարզի 20%-ը, որոնք մնում են Ուկրաինայի վերահսկողության տակ։ Մենք փորձեցինք պարզել, թե ինչի հետ կարող են ապրել ուկրաինացիները, ինչը կապահովի նրանց անվտանգություն պարագայում։ Միացյալ Նահանգները շարունակում է աշխատանքը ճգնաժամի կարգավորման ուղղությամբ, սակայն դրա ավարտի մասին որոշում կկայացնեն միայն երկու կողմերը, երկու երկրները՝ Ռուսաստանն ու Ուկրաինան։ Ի վերջո նրանց որոշելիքն է։ Եթե նրանք որոշեն, որ չեն ցանկանում ավարտել պատերազմը, ապա այն կշարունակվի, բայց մենք կփորձենք վերջ տալ դրան։ Եվ ինչ ասում, չէ, այսինքն ասում է 30-ից 50 կիլոմետրի մասին է խոսքը։ Նախ դա մարդու տունն է, հողն է, բնակավայրը անպայման չի կիլոմետրերով չափես, եւ երկրորդ ենթադրենք 30-ից 50-ը, բայց չեք հասկանում, որ այդ 30-ից 50-ը, եթե Ռուսաստանին 10 պատերազմը դադարեցնի, գործնականում ինչ է Ռուսաստանի արածը, ինչի հասավ ինքը Ռուսաստանի, ինչ բերեց իր երկրի գլուխը, ոնց է բացատրելու, թե ինչի սա արեց։ Բայց իր քաղաքացիներ հենց խաղաղություն եղավ, այդ խիստ ռեժիմը հանելու է, մարդիկ կարան միտինգ անեն, հիմա չի կարա բռնի կալանավորի, չի կարա ասի դուք պատերազմի դեմ խոսեցիք, հիմա այդ ամեն ինչի մեջ սաղին փագել է, ով որ բողոքում է տանում են բանտից տանում են Ուկրաինա մեռնելու։ Բայց սա վիճակը ոնց է ինքը կարողանում անի, որ պատերազմը դադարեց, այդ ամեն ինչը ոնց է անելու։ Բա մի օր պատերազմը դադարեց, մարդիկ հարց են տալու, չէ՞, պետք է ասեն դու ռուսների համար, Ուկրաինայի ռուսների համար կռվեցիր, միլիոնից ավել մարդ սպանեցիր։ Այն է երկու կողմերից էլ գումարած դա ուկրաինական կողմն է, որ ռուսների շահերը պաշտպանես, բա որ են հմին դեղի ռուսները, որոնց շահերը պետք է պաշտպանես, բայց հարց է ծագում, որ տար այդ ռուսներին կոտորեցիր, դու չգիտես, որ քո երկրում տղամարդիկ, եթե նույնիսկ ծնվում են տղաները ավելի շատ քան աղջիկները, կյանքի ընթացքում տղաների քանակությունը կտրուկ պակասում է տղամարդկանց քանակությունը տարբեր պատճառներով։ Հսկայական թվով կանանց ավելցուկ կա։ Չգիտեք դուք։ Չգիտեք, որ դրա դիմաց չեն տանում միլիոնից ավել տղամարդ կոտորում։ Որից հետո մտածում են Միջին Ասիայից, Հայաստանից գնան, իրանց տղամարդկանց կիսատ թողած գործը շարունակեն, ինչպես ասում են, թող թեթևանա հոգսը սևանի, կողքից էլ իրանք մի հատ գիծ մտնեն, չէ՞։ Չգիտեք դա։ Հիմա արդեն լայախ չի իրանց, որ Միջին Ասիայից գան, եւ արդեն ասում են թող Չինաստանից գան, Հնդկաստանից գան, որպեսզի իրանց կանանց հետ զբաղվելու ընթացքում խելացի աշխատասեր սերունդ ծնվի։ Արդեն ուզում են իրանք Հնդկաստանից գան ու Չինաստանից գան։ Ազատ տեղաշարժ է ապահովում, որ Չինաստանից գան ավելցուկ կանանց հետ ամուսնանան։ Եվ չգիտեք, որ Չինաստանում էլ կանանց պակաս կա։ Ազատ տեղաշարժ ուղարկում ես այդ կանանց, որ գնան չինացիների հետ փսակվեն։ Այս ամեն ինչը, որ ես ասում եմ, դուք չգիտեք, հա։ Այդ է ձեր վարած քաղաքականությունը, դեմոգրաֆիա կա։ Որից հետո տղամարդկանց տանում ես կոտորում, կանանց հանում ես երկրից դուրս։ Մնացած կանայք էլ որ մնացել են չինացիներին ու հնդիկներին բերում ես, կապում ես իրանց ջանը։ Էս է ձեր արած քաղաքականությունը, էս եք պաշտպանում, էս խելքով եք ուզում եք Հայաստանին տիրեք։ Մարկո Ռուբիո, Ուկրաինայում խաղաղություն կարող է հաստատվել միայն ԱՄՆ միջնորդությամբ, հենց դրա համար էլ ամերիկյան միջնորդներն այժմ Ռուսաստանում։ Գիտենք, որ տենց է, բան չեք անում։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգա Պուտինի վերջին հայտարարությունները չեն վկայում, որ նա ցանկանում է ավարտել պատերազմը։ Երեկ Պուտինը հայտարարեց, որ պատրաստ է կռվել ամբողջ ձմեռ։ Այսօր նա սպառնում է նավահանգիստներին եւ նավարկության ազատությանը։ Հիմա ժամանակն է ստիպել պատերազմի աղբյուրին Մոսկվային դադարեցնել այն, հավելել է նախարար Սիբիգան։ Այս էլ այն, որ ակնհայտ է, որ Ռուսաստանը Պուտինը պատերազմ դադարեցնել չի ցանկանում։ Պարզապես ցանկանում է մեղք գցի
Ուկրաինայի վրա, որպեսզի Տրամպի մոտ պարզերես դուրս գայի փրթե։ Ուկրաինայի արտգործ նախարար Անդրեյ Սիբիգան հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստի նախօրեին տեղի ունեցած բանակցությունները կենտրոնացած էին Ուկրաինայի պաշտպանության եւ դիմադրողականության ամրապնդման քայլերի, ինչպես նաեւ Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու միջոցառումների վրա։ Բայց հիմա շարունակությունը նայենք։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. Եվրոպայի դեմ պատերազմելու մտադրություն չունենք եւ սա արդեն 100 անգամ ասել եմ, բայց եթե Եվրոպան հանկարծ մեր դեմ պատերազմ սկսի, մենք պատրաստ ենք հենց հիմա։ Դրանում կասկած չի կարող լինել, միայն հարցն այն է, թե որպես ինչ։ Եթե Եվրոպան հանկարծ պատերազմ սկսի մեր դեմ, կարծում եմ դա շատ արագ, դա հո Ուկրաինան չի։ Մենք Ուկրաինայի հետ վիրաբուժական եղանակով ենք գործում։ Էդ էլ ուզում ասի, որ խնամքով, որ մթամ Ուկրաինայի հետ լուրջ չենք կռվում, էլի հաշվի ենք առնում, որ մեր սլավոն եղբայրն է։ Հասկանալի է, չէ, դա պատերազմ չէ բառի բուն ժամանակակից իմաստով։ Եթե Եվրոպան հանկարծ ցանկանա պատերազմ սկսել մեր դեմ եւ սկսի այն, ապա շատ արագ կարող է ստեղծվել մի իրավիճակ, որի դեպքում արդեն կարող է չլինի կողմը, որի հետ հարկ լինի բանակցել, ասել է նախագահ, Ռուսաստանի նախագահը։ Այսինքն Եվրոպան կվերացնենք։ Այս մարդը ընդհանրապես իրականության զգացողությունը կորցրել է։ Շուտ դու մենակ կարայես խափես Տրամպին, Տրամպն էլ չի խափվում, ուղղակի ուզում է բիզնես անի։ Այս աշխարհում էլ խափվող մարդ չկա, որ դու այդ ուժը չունես։ Հիմա էլ Եվրոպան է վերացնում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն էլ ինչ ասել։ Դաշինքի անդամ երկրների կլոր սեղանի բացման ժամանակ հայտարարել Ռուսաստանը շարունակում է փորձարկել մեր զսպման կարողությունները եւ մենք բախվում ենք իրական երկարաժամկետ վտանգների։ Ռուսաստանը խախտել է ՆԱՏՕ-ի օդային տարածքը, օգտագործելով ինքնաթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր, իրականացրել է դիվերսիաներ եւ լրտեսական նավեր է ուղարկել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ջրային տարածքներ։ Այս գործողությունները անխոհեմ եւ վտանգավոր են, ասել է Ռյուտեն։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով Ռուսաստանը սերտորեն համագործակցում է Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Իրանի հետ մեր հասարակությունները խաթարելու եւ համաշխարհային կանոնները խախտելու համար եւ պատրաստում է երկարատև բախման։ Ռյուտեն նաեւ ասել է, որ ՆԱՏՕ-ի երկրները ավելացնում են իրենց ներդրումները պաշտպանության մեջ, բայց մենք բոլորս պետք է մեր ներդրումն ունենանք։ Ուկրաինայի ավելի քան երբևէ մեր աջակցության կարիքն ունի, քանի որ ձմեռը մոտենում է, իսկ ռուսական հարձակումները շարունակում են, եզրափակել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Եվ հիմա դուք տեսնում եք, որ օրինակ Ֆինլանդիայի նախագահն է Ալեքսանդր Ստուբը ինչ է ասել։ Մենք ապրում ենք անկարգության նոր աշխարհում, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված լիբերալ կանոնների վրա հիմնված կարգն այժմ մեռնում է։ Բազմակողմ համագործակցությունը զիջում է իր տեղը բազմաբևեռ մրցակցությանը։ Օպորտունիստական գործարքները կարծես ավելի կարևոր են, քան միջազգային կանոնների պահպանումը, ասել է Ֆինլանդիայի նախագահ։ Ստուբի կարծիքով աշխարհում եռակողմ դիմադրություն է ծավալվում գլոբալ արևմուտքի, գլոբալ արևելքի եւ գլոբալ հարավի միջև։ Ստուբը կարծում է, որ նոր աշխարհակարգը լիովին կհաստատվի առաջիկա 5-10 տարվա ընթացքում։ Սա արևմուտքի վերջին հնարավորությունն է համոզելու աշխարհին իր երկխոսության, այլ ոչ թե մենախոսության, հետևողականության, այլ ոչ թե կրկնակի ստանդարտների համագործակցության, այլ ոչ թե գերիշխանության կարողության մեջ նշել է նախագահ Ստուբը։ Այսինքն սա շատ կարևոր մոտեցում է, որ ասում է, այնպես չի, որ 5-ից 10 տարին net օբյեկտիվ թիվա, որ ասում է, կարող է դա քիչ էլի, կարող է շատ, բայց հարցը նա է, որ իրանք հասկանում են, սա վերջի շանսն է արևմուտքի համախմբվել եւ նոր աշխարհակարգի հետ կապված քայլեր անել։ Այդ ամեն ինչի մասին մենք պարբերաբար խոսում ենք։ Ստուբին վկայակոչում ենք, որ իմանաք, որ այդ մտահոգությունների այդ մակարդակով բոլորի համար հասկանալի է բարձր պետական այրերի, իսկ այդ ամեն ինչի այդ մտահոգությունը մեզ համար էլ է հասկանալի։ Ուղղակի մեր երկրում նայում ենք օրակարգ ու խայտառակ վիճակ, զարմանում ենք, թե ինչի շուրջ են բանավիճում, ինչ են քննարկում եւ ինչ են անում, եւ սենց ուզում են գնան ընտրության, նորից վերարտադրվեն կամ մյուսները վերադառնան։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյանի YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։